Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դեր հայր հիմա այսօր այստեղ եք հավաքվել, ինչի համար, ինչ է կատարվում այս պահին։ Մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափար Հայրապետին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին եւ ուզում ենք, որ Վեհափար Հայրապետը արդարացի կամ ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև խոստումների, սուտ խոստումների զոհ են դարձել։ Կխնդրենք, որ Վեհափար Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ եւ կմաղթենք, որ նաև այնպիսի որոշում կայացնի, որ նաև բավարարի մեր հավատացյալ ժողովրդին, որոնք խնդրում են, որ Վեհափար Հայրապետը արդարացի որոշում կայացնի իրենց նկատմամբ, որովհետեւ նախկինում էլ մեր եկեղեցին այս նույն եպիսկոպոսների, որոնք երեք տեսանք վարչապետի կողքին, ես նույնիսկ հայտարարությունը չեմ համարում, որ իրենց ազատ կամ արտահայտությունն է եղել, ես կարծում եմ իրենք այդ հայտարարությունը արել են պարտադրանքի ճնշման տակ, կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, որտեղ նախկին վարչապետի հայտարարություններից կոնկրետ հենց որ վարչապետը քննադատում էր եկեղեցուն, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերոհիշյալ արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները։ Ինչ ներկայացում եք մեղադրում վարչապետի հետ հանդիպման գնացած արքեպիսկոպոսներին, կոնկրետ փաստեր կասեք ինչու։ Դուք ասում եք այնպիսի բաներ ունեն, ասենք նայեք, եթե իրենք առանց Վեհափար Հայրապետի գիտության արդեն վարչապետի հետ հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է, իրենք դրա իրավունքը չունեին, այսինքն նման ֆորմատով առանց Վեհափար Հայրապետի գիտության, եթե իրենք հանդիպման են գնացել կամ հայտարարություն են հրապարակել, իրենք դրա իրավունքը չունեին։ Վարչապետը նրանց օրինակ շատ հոգևորականների մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Կոնկրետ իրենց է մեղադրում։ Ում։ Այդ իր հետ հանդիպվածներին։ Օրինակ, ում անունը կտակ, որը խախտել է կուսակրոնությունը։ Առանց նույնիսկ անունը տալու իրենք այդ բոլորը հասկացել են, նախկինում էլ նման խնդիրներ իրենք ունեցել են։ Ով, բոլորը։ Այդ որ իր շուրջ հավաքվել էին, այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով Վեհափար այդ հանդիպումով, վարչապետը այդ հանդիպումով, ինչ որ առումով մաքրեց եկեղեցին, այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Կարգալույց են արվելու, ձեր խոսքից այդպես է հասկացել։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց Վեհափար Հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա Վեհափար Հայրապետի իրավունքների մեջ է։ Եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ Վեհափար Հայրապետը կարող է նաև ներողամիտ լինի։ Օրինակի համար, եթե ես լինեի Վեհափար Հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափար Հայրապետը եւ Վեհափար Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։ Տեսեք, դուք ասում եք այդ խնդիրների մասին, որ դուք հիմա մատնանշում եք, որ կուսակրոնության ուխտ են խախտել եւ այլն, դուք ասում եք գիտեինք այդ խնդիրների մասին։ Ես բարձրաձայնել այդ մասին, նախ ասեմ վարչապետն է բարձրաձայնել իր տարքեր հայտարարություններով եւ ասենք մենք այդ խնդիրները ժամանակ առ ժամանակ բարձրացնում ենք, դրա արդյունքում շատերը նաև կարգալույց են արվել ժամանակին, շատերն էլ զղջացել են, ապաշխարության իրենց համար շրջան է տրվել, փորձել են հետ գալ ապաշխարությամբ եկեղեցի, նաև վստահաբար Վեհափարին խոստացել են, որ նման բան չի կրկնվի, բայց հիմա արդեն կրկնվելու դեպքում, որի արդյունքում կարող են իրենց դեմ կոմպրոմատներ լինեն, իշխանավորների ձեռքին, որոնցով իրենց շանտաժի, ահաբեկման են ենթարկում, այսինքն իրենք
չեն կարողանում իրենց կատարած արարքների պատասխանը տալ։ Նայեք օրինակ կաթողիկոսներ են խախտել կուսակցությունը, որտեղ վարչապետը իրենց էլ է մեղադրում։ վարչապետը թացը չորի հետ խառնում է, համատարած միջավայր է փորձում ստեղծել ատելության, թշնամանքի։ Ես չեմ կարծում, իհարկե չեն խախտել։ Իհարկե ես կարծում եմ, որ ի պատիվ իրենք չեն խախտել, դրա համար էլ հաստատուն կերպով իրենք կարողանում են մեր խնդիրները վեր բարձրացնել։ Օրինակ, գիտեմ, որ վեհապար Հայրապետը Արցախի թեմը չի լուծարել, եւ սա էլ իշխանությունների համար խնդիր էր։ Եվ այսօր տեսնում ենք ցավոք սրտի դառը իրավիճակը, երբ ասենք վեհապար Հայրապետը այն թեմը, որը ինքը չի լուծարել, որ իշխանությունները կուզեին լուծարել, եւ թեմի առաջնորդը վերջի պատերազմի ժամանակ ես չգիտեմ որտեղ է եղել, Արցախում է եղել, թե չի եղել, նաեւ այն վերջի շրջանում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունները գերության մեջ են, այսինքն իրեն տեսնել այնտեղ գնալը արդեն իր համար կոռեկտ չէ։ Դուք որ նշեցիք վեհապար Հայրապետը նախկինում նրանց հնարավորություն է տվել ուղղելու, մասնավորապես կասեք ով ինչ է արել, ում է ինչ ներել, որ հիմա էլ այդ կոմպրոմատները, փաստերը կան իշխանությունները։ Թող ասենք այդ փաստերը, այսպես ասեմ, իրանց դեմ օգտագործելուց հետո վարչապետը ոչ միայն իրենց կօգտագործի եկեղեցու դեմ, այլ նաև իր նպատակն է, որ բարեպաշտ ժողովուրդը այդ կոմպրոմատները հիմա կդնի համացանցում եւ եկեղեցին շատերին կթվա, թե ավելի վարկաբեկվեց, բայց ասեմ, մեր եկեղեցականների մեծագույն մասը ապրում են շատ բարոյական կյանքով, շատ օրինակ այլ բան հարցրեցի, նախկինում ում է ներել, ում է շանս տվել։ Այդ բոլոր մարդիկ, որ այսօր վարչապետի կողքին են հայտնվել, Կճոյանին ինչ է ներել, Բենթլին է ներել, Ապորինի հարստանալն է ներել։ Վարչապետը Բենթլիից էր, չէ՞ խոսում, Ապորենի հարուստ լինելուց էր խոսում։ Ինչու է կաթողիկոսը այդ դեպքում նախկինում ներել, օրինակ Սոփուշվայտ կյանքը։ Եկել են զղջացել են, խոստովանել են, վեհապարը իրենց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել, բարեգութել է, որովհետև բոլորը սխալներ։ Ներողություն, Կճոյանին տեսել եք Բենթլի ունենալու, Ապորինի հարստանալու համար զղջալու։ Ես չեմ տեսել։ Բայց թույլ տվեք պատասխանի, Ժողովուրդ ջան, իսկ ինչպես գիտեք, որ նման բան է եղել, որ չեք տեսել։ Նայեք, քննադատություններ համացանցում եղել են, բայց վեհապար Հայրապետը դրանով հանդերձ իրենց պահել է։ Ես հիշում եմ ինչպես վեհապար Հայրապետը արդարացրեց, եւ վեհապար Հայրապետը եկեղեցականների մեծ պակաս ունի։ Գիտեք, Եղեռնից առաջ ինչքան քահանա ենք ունեցել, մոտ 5000 քահանա ենք ունեցել 15 թվից առաջ։ 4000 քահանա Եղեռնի ժամանակ զոհվել են հոգևորականներ։ Արևելա Հայաստանում մոտ 700 հոգևորական է եղել առաջին հանրապետությունից առաջ։ Այսինքն խորհրդային շրջանում 700 հոգևորական է բռնադատվել եւ այսօր Հայաստանում շուրջ 250 ընդամենը հոգևորական ունենք։ Անկեղծ ասեմ, որ մենք մեծ թերություններ չենք ունենում, մարդիկ ենք բոլորս թերություններ ունենք, անթերի հոգևորականներ չկան։ Մեր եկեղեցում մեկն է, որ անթերի է, դա Հիսուս Քրիստոս է։ Բայց եթե մեր եկեղեցու օրինակ ամենայն հայոց կաթողիկոսը լիներ Պետրոս Առաքյալը, վարչապետը նույն հաջողությամբ իրեն պիտի ասեր մատնության գիշերը Տիրոջի 3 անգամ ուրացար։ Եթե Պողոս Առաքյալը լիներ, պիտի ասեր Անտիոքի քրիստոնյաներին հալածեցին, հիմա էլ գնում էիր Դամասկոսին հալածեիր։ Եթե անգամ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչը լիներ վեհապար Հայրապետի փոխարեն, պիտի ասեր քո հայրանակը մեր հայոց Խոսրով թագավորին է սպանել։ Եվ նման հայտ պիտի ասեր եւ էլի հակաեկեղեցական պայքար տաներ։ Բայց այն մարդիկ, որոնք իրենց սկզբունքներին մանավանդ մի 2 ամիս առաջ իրենց հայտարարությանը դեմ այսօր հայտարարություն են անում, սա խոսում է հստակ այն մասին, որ իրենք ահաբեկված են, իրենց առջև դրել են ինչ-որ հարցեր, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն եւ իրենք կարծում են փրկողակը վարչապետի առաջարկած այդ փրփուրներն են, որոնցից իրենք բռնվելով չեն կարողանալու փրկվեն։ Որ հայտարարությունը նկատի իրենց ասում էր, որ հայտարարությունը նկատի որը արել են հիմա դրան հակառակ ժողովուրդ բազմաթիվ հայտարարություններ սկսած իրենց
աբեղա ձեռնադրվելուց արված հայտարարությունը եկեղեցու հնազանդության ուխտը, աղքատության ուխտը, կուսակրոնության ուխտը ու բազում այդպիսի ուխտեր, որոնք իրենք ասել են եւ նաեւ Մայրաթորի եպիսկոպոսները բազմաթիվ հայտարարություններ են ունեցել այդ թվում ասենք այն ժամանակ որ Միքայել arczepiskopos Աճապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանքի մեջ չէին, իրենց կալանավորումն էլ պատահական չէ, իրենք մեր եկեղեցու են նվիրյալ եպիսկոպոսներն ու arczepiskoposներն են, որոնց նաև եպիսկոպոսների, arczepiskoposների մի մասի համար ամուր պատվար էին, նաև իշխանությունների հակաեկեղեցական բռնաճնշումներին, որ գիտենք սա մակերեսային երևույթ չի, այս երևույթը ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից եւ այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, առավել ասեմ Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին։ Այդ թվում ես որպես եկեղեցական, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երբևիցե դրածո կլինի իշխանությունների կողմից, որևէ կերպ իրեն չենք կներեք, որևէ կերպով նման դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու։ Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվու բանտում լինելու պայմաններում խաղաղություն, անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության եւ առավել եւս իշխանությունների հակասահմանադրական միջամտության։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր կառավարությունում այս եպիսկոպոս եւ arczepiskoposները ընդունում, իհարկե ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինքը որպես շարքային հավատացյալ է մատնիչ Դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս հովանավանքում թույլ տալիս, որ ինքն իր ավչությամբ